Վախենում ենք մահվանից եւ մասնագետներն էլ հոգեբան մասնագետները, սոցիոլոգները պնդում են, որ եթե մարդու համար բոլոր վախերը հաղթահարելի են, կա մի վախ, դա մահվան վախն է։ Մարդիկ, որոնք որ քրիստոնեության մասին չեն մտածում, հավատի եւ հավիտենական կյանքի մասին չեն մտածում, կարծում են, որ վերջ, այլևս մահացան եւ ամեն ինչ վերջացած է եւ իրանք դառնում են ոչնչություն։ Աստված ստեղծել է մարդուն հավիտենական եւ մարդը հավիտենական է։ Եթե մարդը հատել է մահվան եզրը եւ արդեն անցել դռնից այն կողմ, այլևս ժամանակը վերջացել է։ Եթե մենք գնում ենք մեր հարազատի շիրիմին եւ նրա համար աղոթք չենք անում, որի կարիքը ինքը ունի, ուրեմն մեր գնալը ինչքանով է ճիշտ։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք մահվան մասին։ Մեր տաղավարում Տեր Հուսիկ Քահանա Դողոլյանն է։ Շնորհակալ ենք Տեր Հայր, որ այսօր մեր տաղավարում եք։ Այսօր մի փոքր խորհրդավոր թեմա ունենք։ Այո, թեման հետաքրքիր է նրանով, որ եթե խոսում ենք մկրտության մասին, մենք մկրտված ենք, երբ որ եթե խոսում ենք որևէ մի հիվանդության մասին, մենք ծանոթ ենք, բայց մահվան մասին խոսալով մենք մահացած չենք դեռևս։ Չենք անցել այդ փորձառությամբ։ Տեր Հայր, ինչ է մահը։ Մահը, եթե վերցնենք ֆիզիկապես կամ ընդհանրապես շատ գեղեցիկ կերպով ասում են մարդ առանց հոգու, այսինքն հոգու բաժանումն է մարմնից։ Հոգու բաժանումն է մարմնից եւ եթե մենք նայենք մահը դա մի դուռ է, հա, որը որ բացելով ասում ես մեկ ուրիշ իրականություն, հոգեվոր իրականություն։ Մենք գիտեք, վախենում ենք մահվանից եւ մասնագետներն էլ հոգեբան մասնագետները, սոցիոլոգները պնդում են, որ եթե մարդու համար բոլոր վախերը հաղթահարելի են, կա մի վախ, դա մահվան վախն է, որը որ մարդու համար անհաղթահարելի է եւ ցանկացած մարդ վախենում է մահվանից։ Սակայն քրիստոնեությունը հաղթում է մահվանը, որովհետեւ մենք գիտենք, որ կա մահվանից հետո կյանք, հավիտենական կյանք, սակայն մարդը իր կյանքի ընթացքում չի անդրադառնում, որ այս կյանքը վերջավոր է եւ կա հավիտենություն։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք մեր Տերը եկավ եւ մեզ հավիտենական կյանք պարգևեց, մեր Տերը եկավ եւ մեզ փրկեց, չէ՞, մեզ ասելով պիտի հասկանանք ամբողջ մարդկությանը փրկությունը առաջարկեց, ինչից էր փրկում։ Մարդիկ, որոնք որ քրիստոնեության մասին չեն մտածում, հավատի եւ հավիտենական կյանքի մասին չեն մտածում, կարծում են, որ վերջ, այլևս մահացան եւ ամեն ինչ վերջացած է եւ իրանք դառնում են ոչնչություն։ Բայց սա չէ իրականությունը։ Իրականությունը այն է, որ ամեն մարդ մահվանից հետո գնում է հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք, որը որ կամ հավիտենական մահ է, կամ հավիտենական կյանք ասելով արդեն հասկանալով Աստծուն, որովհետև ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը։ Այսինքն մարդկությունը ամբողջությամբ ունի երկու ելք մահվանից հետո՝ հավիտենական մահ եւ հավիտենական կյանք։ Եվ մեր Տիրոջ բերած փրկությունը սա էր, փրկություն մեղքից, փրկություն հավիտենական խավարից, փրկություն Աստծուց դատարկ վիճակից։ Ուրեմն, այսինքն մահը, որից որ մենք այդքան վախենում ենք, մահը չէ վախենալուն, այլ մտահոգությունը այն է, թե մահը քեզ ինչ վիճակում կգտնի, կամ դու ինչպես պատրաստ կլինես մահվանից հետո իրողությանը, եւ այդ իրողությունը պիտի լինի, ուզես թե չուզես, այդ իրողությունը կա։ Դա մեր հավատից, մեր ճաշակից, հա, մեր ապրած կյանքից անկախ է, Աստված ստեղծել է մարդուն հավիտենական եւ մարդը հավիտենական է։ Տեր Հայր, մահը կարող է պատիժ լինել։ Նման կարծիք շատ ենք լսում մարդկանց շրջանում։ Մահը ոչ թե պատիժ է, այլ Աստծու, այսպես ասենք, հա, Աստծու որոշումն է։ Կյանքը եւ մահը Աստծո ձեռքերում են, ինչպես որ ասում ենք, եւ պիտի վստահ լինենք, Աստված սիրող հայր է
եւ Աստված մարդուն վերցնում է այն ժամանակ, երբ որ ինքը իր ձեռքբերումներով, իր շնորհներով ասենք կամ իր կյանքի դրական այն որ ավետարանն ասում է երկնային արքայությունում գանձեր դիզեք, այդ երկնային արքայությունում հավիտենական գանձերի առումով ամենահարուստ վիճակն է, որպեսզի գնա հավիտենական կյանք։ Ինչու է մահը պատիժ։ Մահը նորից պիտի ասեմ ոչ թե պատիժ է, այլ մահը դատապարտություն է։ Ինչու համար է դատապարտություն, որովհետև երբ որ Ադամը հնազանդ չեղավ, պատվիրանազանց եղավ, այդ պատվիրանազանցության հետևանքով Աստված սահման դրեց մարդու կյանքում, որպեսի մեղքը հավիտենական չլինի։ Սրանով, այսինքն Աստված ժամանակ դրեց, սրա համար ենք ասում, որ մահը դատապարտություն է, որի վճիռը կյանքի ժամանակավոր լինելն է, բայց մենք կարծում ենք այս աշխարհը ամբողջությամբ բարի կամ այս աշխարհը այսպես ասենք, արժեքավոր եւ այս աշխարհից արժեքավոր կամ կյանքից արժեքավոր ոչինչ լինել չի կարող, դրա համար ասում ենք, որ երբ որ կյանքը վերջացավ, ուրեմն մարդու համար սա դատապարտություն է, բայց պիտի իմանանք, որ եթե այս կյանքը կարող ենք չափել 5 րոպեվա մեջ, 5 րոպեվա կյանք ունի կամ մի ակնթարթի կյանք ունի մարդը այս աշխարհում եւ հավիտենականության մեջ, ուրեմն հավիտենականությունը մեզ սպասում է անverջ, ուրեմն ինչպես ասեցի, կյանք կամ հավիտենական անverջ մահ, նայած որը կժառանգենք եւ եթե կա հավիտենական կյանք, նա ավելի արժեվոր է, քան այսօրվա մեր կյանքը։ Եվ այսօրվա մեր կյանքը տրված է կարծես թե որպես ժամանակաշրջան, ինչպես երեխային, աշակերտին մենք ժամանակաշրջան ենք տալիս, որպեսզի իր դպրոցի դասերը սովորելով այլ հետագայում պատրաստ լինի ավելի բարձր հաստատություններում սովորել եւ մասնագետ դառնալ, եւ եթե երեխան վատնում է այս ժամանակ, ինքը պատրաստ չէ քննության։ Մահը քննություն է մեզ համար եւ ոչ թե դատապարտություն, քննություն Աստծո առաջ։ Դեր այդ զրույցների ժամանակ նաև հակառակ կարծիքն ես լսում, որ ասում են Տերը տանում է լավերին, իրենց կարիքն ունի երկնքում, նման տեսակետներ ենք լսում։ Նախ Աստված ինքնաբավ է։ Ինչ է նշանակում ինքնաբավ, այսինքն ինքը ոչ ոքի կարիքի չունի, մենք իր կարիքն ունենք։ Մենք իր կարիքն ունենք մեր ստեղծագործության իսկ օրվանից, մենք իր կարիքն ունենք մեր ամեն մի շնչելու եւ արտաշնչելու կամ մեր սրտի ամեն մի զարկերի դեպքում մենք Աստծո կարիքն ունենք։ Եվ ասելով, որ Աստված կարիքն ունի որևէ մի բանի, սա Աստծուն նսեմացնել է, որովհետեւ Աստված կատարյալ է եւ ամենակարող եւ ոչինչի կարիք չունի։ Իր կամքի եւ իր աստվածային տեսողության շրջանակներում եւ նախախնամության շրջանակներում, ինչպես ասեցի, Աստված սիրող հայր լինելով եւ ավետարանում, ինչպես որ ասում է, ես չեմ ուզում մեղավորի կորուստը, այլ մեղավորի դարձը եւ փրկությունը։ Այս սրա վերաբերյալ, մահվան վերաբերյալ, Հովհաննես Ոսկեբերանն ինչ է ասում է, երբ որ մենք տեսնում ենք մեղավորը մահացավ, այսինքն Աստված վերցրեց նրան, չէ՞։ Մենք պետք է ուրախանանք, որովհետև ինքը այլևս մեղք գործելու ժամանակ չունի եւ այլևս իր վիճակը ավելի չի բարդացնի, ժամանակ չունի բարդացնելու։ Սա ուրախալի է, որպես դրական առումով է նայելով։ Երբ որ մենք տեսնում ենք արդարը մահացավ, նորից ուրախալի է, ինչու համար, որովհետև իր պսակները կորցնելու ժամանակը այլևս վերջացավ, այսինքն վերջացավ այն ժամանակը, երբ որ չարը պատերազմում է բարի առաքինի մարդու հետ, որպեսզի նրանից վերցնի իր պսակները։ Ուրեմն տեսեք, այս դրական առումով է անդրադառնում Հովհաննես Ոսկեբերանը, բայց որպեսզի մենք կարողանանք ընկալել, ըմբռնել Սուրբի այս ոգին, որով որ ինքը խոսում է, մենք պետք է խորությամբ ուրեմն կարողանանք հավատալ հավիտենական կյանքին։ Պողոս առաքյալն էլ չէ ասում, որ ինձ համար մահը օգուտ է,
իսկ իմ կյանքը ձեզ է օգուտ, այսինքն այս երկրի վրա մնամ ես ձեզ պիտի քարոզեմ, ձեր հետ պիտի լինեմ, ձեզ է օգուտ, բայց երբ որ մահանամ ինձ է օգուտ, որովհետև պիտի գնամ հավիտենական Աստծու մոտ, եւ երկրորդ նաեւ պետք է հասկանանք մի այսպիսի մոլորություն է կա, որ մենք մտածում ենք, թե չարը ուզում է մարդու մահը, չարը ուզում է, որ մարդը հավիտենական ապրի, որ ինքը իր չարությունը կարողանա հավիտենական գործել։ Երբ որ մարդը մահացավ, չարը այլևս այդ մարդու վրա որևէ ազդելու, համոզելու այլևս որևէ մի ոլորտ չունի, որովհետև մարդը գնում է հավիտենական կյանք, այնտեղ սպասելու դատաստանին։ Տեր Հայր, ինչ ենք խնդրում Տիրոջից, երբ աղոթում ենք հանգուցյալի համար։ Ուրեմն ընդհանրապես մեր հանգուցյալները, այսպես նախ հանգուցյալի համար աղոթքի կարևորությունը, ուրեմն որպեսզի մենք անհրաժեշտությունը հասկանանք, նորից պիտի դիմենք ավետարանական խոսքերին, երբ որ մեր Տերը վիճում էր սադուկեցիների հետ, ասում է չէ, որ ասում է Աստված Աբրահամի, Աստված Իսահակի, Աստված Հակոբի, սակայն Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը հազարավոր տարիներ արդեն մահացած էին, եւ մեր Տերն ասում է այս խոսքերն ասելով Աստված չէ, որ մահացածների Աստվածը չէ, այլ կենդանիների Աստվածն է։ Այսինքն խոսելով մահացած մարդու մասին, որը որ մարմնով այս աշխարհում չէ եւ արդեն հարյուրավոր տարիներ է, որ մահացածը եւ նրանց գերեզմաններն էլ հայտնի են, Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է Աստված մահացածների Աստված չէ, այլ կենդանիների։ Ուրեմն մահացող մարդը մարմնով է մահանում եւ հոգով ինքը կենդանի է հավիտենական, նախ կենդանի է։ Աղոթում ենք միմիայն նրա համար, որովհետև այդ հավատն ունենք, որ կենդանի է եւ մեր աղոթքը նրան անհրաժեշտ է։ Ուրեմն ինչ նախ հասկանանք, ինչ վիճակում է մեր մահաննջեցյալի հոգին, ինչ վիճակում կարելի է լինել եւ մենք ինչ ենք խնդրում Աստծուց։ Ուրեմն Պողոս Պատրիարք Ադրենապոլսեցին շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում այս հոգիների վիճակը, ասում է, երբ որ Հովսեփը բանտում էր, չէ, Եգիպտոսում, ուրեմն նրա հետ բանտում էին նաև Փարավոնի երկու ծառաները, մեկը մատրվակը, մեկը հաց մատակարարողը, եւ երկուսն էլ նույն գիշեր համարյա թե նույն երազները տեսան, եւ մեկնեց Հովսեփը երազները, մեկին ասավ դու պիտի գլխատես, մեկին ասավ դու պիտի վերականգնես քո փառքի մեջ։ Եվ ասում է, սա շատ նման է այդ հոգիների վիճակին, որովհետև մահվանից հետո մարդը այլևս տեսնում է այն ապագան, հա, ասենք ասենք, այն հավիտենականությունը, որ ինքը պիտի ժառանգի։ Եվ մեկը սպասում է, որ պետք է վերականգնվի այն փառքի մեջ, որից որ ընկանք, եւ մեկն էլ սպասում է, որ պետք է ժառանգի այն, ինչ որ իր գործերով սերմանեց իր համար։ Ուրեմն այս հասկանալով, այս հավատը ունենալով, մենք որպես քրիստոնյա խնդրում ենք մեր Աստծուն մեր ննջեցյալի համար։ Եթե մենք այս աշխարհում հարազատ մարդիկ ենք կոչվում, բարեկամ ինչու ենք կոչվում, որովհետև մենք ուզում ենք մեր բարեկամի նեղությունը, մեր հարազատի նեղությունը փարատել։ Եթե այս կյանքում գործերով կարող ենք փարատել, խոսքով կարող ենք փարատել, չէ՞, մեր հարազատի նեղությունը, տենց էլ հավիտենական կյանքում։ Խոսքը, որով որ մենք կարող ենք փարատել մեր հարազատի նեղությունը, դա խոսքն է մեր հարազատի մասին ուղված առ Աստված, այսինքն աղոթքը։ Ինչ պիտի խնդրենք աղոթքի մեջ։ Պիտի խնդրենք հավիտենական կյանք։ Մենք ընդհանրապես, եթե հետևում ենք հոգեհանգստի կամ թաղման արարողության աղոթքներում, մենք խնդրում ենք Աստծուն, որ ների մեր ննջեցյալի գիտակցված, թե չգիտակցված, կամավոր եւ ակամագործած մեղքերը եւ նրանց ուրեմն սրբերի հետ, Աստծուն սիրողների հետ, Աստծո պատվիրանները կատարողների հետ նույն բաժնին արժանացնի, նույն լույսին արժանացնի։ Մենք խնդրում ենք մեր ննջեցյալի համար երկնային արքայություն, սա խոսքով։ Ինչպես այս աշխարհում ենք խոսքով, մենք սփոփում մեր հարազատին, տենց էլ հանդերձյալ աշխարհում։ Ինչ վերաբերվում է գործով, այս աշխարհում է մենք կարող ենք մեր հարազատին մի բանով օգնել եւ հանդերձյալ աշխարհում է, երբ որ մենք մեր հարազատի անունից որևէ մի տկարացյալ մեկին, հա, օգնություն ենք տալիս, մի փոքր աջակցում ենք կարիքավոր աղքատ մեկին, ինչպես որ
մեր եկեղեցու հայրերն են ասում, ով որ աղքատին ինչ որ մի բանով օգնում է, Աստված նրան հատուցում է։ Այս դեպքում մենք օգնում ենք, բայց ոչ թե մեր կողմից, մենք օգնում ենք մեր հարազատի կողմից։ Այսինքն մենք չենք կարող, եթե որոշել ենք մեր կողմից ինչ որ մի բան անել, սա ասենք դե լավ, սա համիմ կողմից, համիմ հարազատի կողմից, ոչ քո կողմիցը քո կողմիցն է, իսկ ննջեցյալիդ կողմից արվող բարեգործությունը պետք է արդեն առանձնացնես, դա քո հետ կապ չունի, դա դու անում ես զուտ մարմնով անում ես, բայց նրա փոխարեն ես անում։ Եվ այս բարի գործը, որ դու քո ննջեցյալի համար նրա անունից անում ես, լինում է ննջեցյալի կողմից արված։ Սակայն մեկ երկրորդ շատ ավելի կարևոր հանգամանքը կա մեր քրիստոնյա կյանքը։ Ինչպես ավետարանում ասում է, եթե արմատը բարի է, ծառն էլ բարի է, ծառը բարի է, պտուղը բարի է, այսինքն մենք մեր հարազատի պտուղը, մեր ծնողի պտուղը լինելով, ինչքան մենք մեր քրիստոնյա կյանքի մեջ, Աստծուն հաճելի կյանքի մեջ առաջադիմում ենք, մենք որպես պտուղ ինչքան որ քաղցրանում ենք, այսպես ասենք, փաստում ենք, որ նաև ծառն էլ ինքը բարի է, որ մենք այս լավ պտուղն ենք։ Մենք Աստծուն հարազատ ենք դառնում, մենք Աստծու օրինակելի, Աստծո բարի ծառա լինելով, բնականաբար դրանով նաև մեր աղոթքներն էլ են ծանրանում։ Ուրեմն պետք է իմանանք, որ մեր քրիստոնյա կյանքը ոչ միայն մեր համար է, նաև մեր հարազատների համար է։ Նաև կուզեմ մի փաստել, ուրեմն արձանագրենք, որ մեր ննջեցյալներն էլ մեզ ասելիք ունեն այն կյանքից։ Ամեն մեկս ուզում ենք մեր ննջեցյալի հետ խոսենք, կարոտենք մենք նրա խոսքին, եւ այդ կարոտն էլ պիտի ինչ-որ մի ձև մենք կարողանանք այդ կարոտի հարցն էլ լուծել, որովհետեւ վստահաբար մահվանից հետո ամենադժվարը մնում է կարոտը։ Կորուստ չասեմ, որովհետև կորուստ չի դա, այլ բաժանում է, մնում է բաժանման կարոտ, այս կարոտը պիտի լրացնենք, կարոտը կլրացնենք լսելով նրանց։ Եվ ուրեմն շատ հետաքրքիր մի պատմություն կա ավետարանի մեջ Աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի պատմությունը։ Մեծահարուստը, որը որ Աստծո մասին չգիտեր, ինքը այնքան նույնիսկ դաժան խիստ մարդ էր, որ միշտ քեֆերի մեջ, սակայն այն Աղքատ Ղազարոսին փշրանքներն էին բաժին հասնում, նույնիսկ ասենք մի ողորմություն չէր անում, էլ այն փշրանքներն էր տալիս։ Այս Աստծուց անտեղյակ, այս խստասիրտ մարդը մահացավ եւ գնաց հավիտենական իրականությունը տեսավ այնպիսին, ինչպիսին որ կա։ Եվ նրա խոսքը մեկն էր Հայր Աբրահամին, որ մի որևէ մեկին ուղարկեն եւ իր եղբայրներին ասեն, 5 եղբայր ուներ, եղբայրներին ասեն, որ այդ կյանքով չապրեն։ Մենք խոսում ենք ուրեմն Աստծուց անտեղյակ մի մարդու մասին, որը որ մահացել է արդեն հավիտենական կյանքում է, եւ իր խնդրանքը Աստծուց ոչ այն է, որ իր եղբայրները առողջ ապրեն, ոչ այն է, որ իր եղբայրները ուրեմն ապրեն երկար կյանք եւ այլ, իր եղբայրներն ապրեն, տեղյակ լինեն Աստծուց եւ ապրեն քրիստոնեական կյանք։ Ուրեմն վստահ պիտի լինենք, եթե սա Աստծուց անտեղյակ մարդու մասին է ասում, վստահ պետք է լինենք, որ մանավանդ ամեն մեկի վերաբերյալ, երբ որ մարդը մահանում է, անկախ կրոնից, դավանանքից, անկախ տարիքից, անկախ ամեն ինչից, ինքը Աստծու մոտ է եւ Աստծուց խնդրում է, որ իր հարազատները քրիստոնեաբար ապրեն։ Եվ ավելի պիտի ավելացնեմ, եթե մենք տա Աստված, ասենք, մեզ լսեն այն մայրերը, որոնց որ զավակները մեր երկիրը պաշտպանելուց նահատակվեցին ընկան, մանավանդ նրանք իրենց գործով ուզում են, որ մենք ապրենք, իրենց կյանքով ցույց տվեցին, որ մենք պիտի ապրենք, իրենց ծնողները պարտավոր են ապրել, որովհետև ծնողների ապրելու գինը իրենց զավակի գինն է, եւ ապրել ոչ թե սպասում միջև մահ, այլ ապրել իրոք այն կյանքով, որը որ այս հարուստը ուզում էր, որ իր եղբայրներն ապրեն։ Տեր Հայր, ինչպես կարող ենք սփոփել մարդուն, որը հարազատ է կորցրել, բաժանվել է հարազատից։ Ուրեմն միայն միակ սփոփանքը քրիստոնեությունն է, միակ սփոփանքը Սուրբ Հոգին է, միակ սփոփողը Սուրբ Հոգին է,
եւ միակ սփոփանքը հավիտենական կյանքը եւ հարությունն է, այսինքն որ կորուստը բաժանումը ժամանակավոր է, որ մարդիկ հարություն պիտի առնեն նույն մարմնով, բայց ավելի կատարյալ վիճակով, մարմին, որը որ նախատեսած չէ հիվանդությունների ծերացման, քայքայման համար, այլ նախատեսված է հավիտենական կյանքում ապրելու համար, այսինքն այդ կորուստը վերագտնելի է եւ ինչպես ասեցի, նաեւ պետք է իրենց ննջեցյալի պատգամը մարդը վառ պահի, այսինքն ապրի։ Վստահաբար մեր հարազատին եթե հարցնես, մահացածին առիթ ունենանք, կարողանանք հարցնել, ինչ ես ուզում մեզնից, պիտի ասի ուզում եմ ապրեք, բայց նորից պիտի ասեմ, միմիայն քրիստոնեական գաղափարն է, որ տալիս է սփոփանք եւ այս տրամաբանությունից ելնելով, եթե մենք ուզում ենք պաշտպանված լինենք, եթե մենք ուզում ենք մասնագետների կողմից անհաղթահարելի վախը, մահվան վախը հաղթահարած լինենք եւ քրիստոնյան դա հաղթահարում է, միմիայն քրիստոնեության ապրելով մենք գիտեք երբեմն լինում է ցավալի այսպիսի վիճակ, որ մարդը քրիստոնեությունից անտեղյակ է եղել եւ իրան չես կարողանում սփոփել։ Չես կարողանում սփոփել եւ ինքը այդ ցավով ապրում է այնքան միջև որ այն դատարկը, որը որ մինչ այդ պիտի լցվեր, չէ, միջև որ ցավի մեջ այդ քրիստոնեական գաղափարը վերաբերմունքը Աստված ճանաչողությունը չի լցվում։ Եվ նաև պիտի իմանանք, որ մարդը այս աշխարհի համար չէ, որ ստեղծված է։ Մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք մեր հարազատներն ապրեն հավիտյան։ Մենք ուզում ենք մեր հարազատներն ապրեն առողջ, անվրդով, երջանիկ կյանք, եւ որ տարիքում է, որ մարդը մահանում է, անժամանակ մահ է։ Նույնն էլ ուզում է Աստված։ Եվ ուզում է եւ տալիս է մարդը մահվանից հետո դառնում է հավիտենական, մարդը մահվանից հետո տեսականորեն մարդը կոչված է դրան ապրի երջանիկ դրախտային կյանք։ Մարդը կընտրի թե չէ իր կյանքով դա արդեն իր գործն է։ Եթե մարդը հատել է մահվան եզրը եւ արդեն անցել դռնից այն կողմ, այլևս ժամանակը վերջացել է։ Իսկ ինչ կարող եք ասել տևական սգի մասին։ Ուրեմն նայեք, քրիստոնեության մեջ սուք ասած հասկացողությունը դա սուք ասած հասկացողությունը գալիս է որոշ առումով անհուսությունից, որոշ առումով պահի տակ, բնականաբար բոլորս է մարդիկ ենք եւ զգացմունքներ ունենք, որոնք որ կարող են մեզ գերիշխել, հա, այս զգացմունքների տակ քրիստոնեական իրականությունը չըմբռնելով։ Օրինակ, ես հիշում եմ, երբ որ խոսում էին մայրերը, քույրերը, կանայք այն քրիստոնյաների, որոնք որ Եգիպտոսում եկեղեցին պայթեցրել են եւ այդ մարդիկ եկեղեցում էին եղել, կամ որոնց որ ուղակի սպանել էին օվկիանոսի ափին քրիստոնյա լինելու համար, նրանց կանայք եւ մայրերը խոսում էին սփոփանքի կարիք չունենալով, ասում էր ես նահատակի կին եմ, ես նահատակի մայր եմ, Աստված նրան երկնային արքայությունում հավիտենական երջանկության եւ դրախտի մեջ է բնակեցնելու, ես ինչի պիտի սուքանեմ, ես նահատակի եւ սրբի սերունդ եմ, այսինքն եթե մենք կյանքը սահմանափակում ենք միայն այս աշխարհում, մենք սփոփանք չունենք, մարդը կորցրեց այն ամեն ինչ որ ուներ, բայց երբ որ մենք գիտենք, որ կա հավիտենական կյանք եւ ուրեմն մենք վախենալու ոչինչ չունենք եւ պետք է այստեղ նաեւ մի շեշտադրում կատարենք, երբ որ մեր զինվորները, հա, մենք գիտենք հաղորդություն էին ստանում, ամբողջ երեկո պատարակ էր լինում, հաղորդություն էին ստանում, մեղքի թողություն էին ստանում եւ նոր միայն գնում պատերազմի, սա ոչ միայն նրա համար էր, որ Աստծուն հաճելի լինեն, այլ որովհետև գիտեին պատերազմի մեջ մահանալով իրենք ուզում էին մեղքերի թողություն ստացած, հաղորդություն ստացած, դրախտը ժառանգելու վստահ հույսը ունենային, նոր գնային պատերազմի։ Հաղորդություն ստանալով իրենք հարց չէին լուծում հաղթանակի,
Հաղորդություն ստանալով, մեղքի թողություն ստանալով իրենց սրբության հարցն էին լուծում եւ հաղթանակի ելքը որոշում էր Աստված մեծամասամբ եւ ընդհանրապես հաղթանակով։ Տերեր մեզ հաճախ են հարցնում, թե որքան հաճախ կարելի է այցելել հարազատների շիրիմներին, գնալ գերեզմաններ, հարցում են արդյոք ամեն օր կարող են գնալ։ Գիտեք, ամեն օր գնանք, խանգարող հանգամանք չկա, բայց գնանք ինչ անենք։ Եթե մենք գնում ենք մեր հարազատի շիրիմին եւ նրա համար աղոթք չենք անում, որի կարիքը ինքը ունի, ուրեմն մեր գնալը ինչքանով է ճիշտ կամ եթե պիտի մենք անընդհատ գնանք գերեզմաններ, ամեն օր գնանք գերեզմաններ եւ դրանով իսկ մենք մեզ պահենք այս հուսահատության, մեջ սուքը չի հարցը հուսահատությունն է։ Հուսահատություն է եւ ոչ քրիստոնեական վերաբերմունքն է իրողությանը։ Այսօր դե լավ, մեկը հնարավորություն ունի իր հարազատի գերեզմանին գնալ, մեկը հնարավորություն չունի, որովհետեւ սահմանից այն կողմը եւ չգիտես էլ այդ գերեզմանը կա թե չկա։ Այնտեղ մարմինն է, որը որ հող էր եւ հող դարավ։ Մենք պետք է մտածենք հոգու մասին, որը որ այս մարմնի կենդանություն տվողն է, ոչ միայն կենդանություն տվողն է, այլ նաեւ հոգի բանական հոգի է, այսինքն այդ մարմնին տալիս է այն եսի գիտակցությունը, հոգեկերտվածքը, այն մարդկային նկարագիրը, հատկանիշները, որ մենք ցանկանում ենք այս մարդու հետ շփվել։ Իր հոգեկան այս նկարագիր ունեցող մարդու հետ շփվենք, սա ամեն ինչը հոգունն է, որը որ վերցրեց, այսինքն այդ նույն մարդն է, մենք մարմնի հետ չենք շփվում, մենք մարդ ասած հասկացողության հետ ենք շփվում, ոչ թե հող եւ մոխիր այս մարմնի հետ ենք շփվում, մենք մարդու էության հետ ենք շփվում, անհատականության հետ ենք շփվում։ Այս ամեն ինչը հոգուն է, այսինքն հոգին նույն մարդն է, որը որ այլևս հավիտենական կյանքում է։ Իսկ այս մարմինը ուշ թե շուտ նորից պիտի հարություն առնի, ինչպես ասեցի, եւ պետք է վերագտնվել։ Այսինքն եթե գնում ենք գերեզման, միայն աղոթքի համար գնանք, այսինքն գնանք գերեզման նրա համար, որ այդ վայրը թերևս մեզ ավելի է տրամադրում աղոթք անելու մեր հարազատի համար, բայց վստահ եմ, որ եկեղեցին էլ ավելի պիտի մեզ տրամադրի մեր հարազատի համար աղոթք անելու համար։ Բնականաբար գնում ենք, հարգում ենք, խնամում ենք, սա մենք ուզում ենք մեր հարազատի համար մի բան անենք, դրա համար գնում ենք գերեզմաններ եւ խնամում ենք։ Դրա համար երբեմն գերեզմաններ ենք կառուցում, որոնք որ երևի մի երկնաքեր արժեն, բայց մեր հարազատի համար մեր հարազատը կարիք ունի մեր աղոթքի եւ մեր բարի գործերի։ Մեր բարի գործերի իր կողմից մի անտուն մարդու, ասենք երկրաշարժի գոտում միջև հիմա կան, ասենք տնակներում ապրող մարդու, մի անտուն մարդու մի տուն տալով։ Արցախից եկած ինչքան մարդիկ ունենք, որոնց զավակները դադարել են ուսում ստանալ, որովհետև իրենք այդ թեկուս զեղչված, բայց այդ ուսման վարձն չունեն։ Եվ այլն, այսինքն մենք կարող ենք անել դա։ Եվ սա մեր հարազատի համար էլ ավելի կարևոր է։ Իհարկե, եթե մենք գերեզման չենք կառուցում մի բանի համար, որ ասեն, տես այս մարդն ինչ գերեզման է կառուցել է, կարեցել է։ Իսկ տաղավար տոներից հետո ինչ են կարեցելու։ Տաղավար տոնը ինչպես որ տոն է մեր համար, այդպես տոն է հանգուցյալ աշխարհի համար, մարդկանց համար։ Պատկերացնեք, Քրիստոս հարություն է առել, սուրբ զատիկ տաղավար տոն։ Հարություն է առել եւ բոլորը հարություն պիտի առնեն նրա հետ միասին։ Մարդացյալ Աստված որպես մարդ մահացավ եւ հարություն առավ, որպես պտուղը մահացածների։ Մենք գնում ենք այդ ուրախությամբ գերեզմաններ, որպեսզի դրա համար աղոթենք։ Եվ նաեւ պետք է ասեմ, որ տաղավար տոնից հետո մեռելոցը այնպես չի, որ հենց հատուկ արված է, որպեսզի գնանք գերեզմանել, այլ հենց հատուկ արված է, որ մենք տաղավար տոնի հաջորդ տոն օրը, որը որ նույն տոնի հաջորդ տոնական օր է, մենք տոնական պատարագով մի հատ է եկեղեցում առանձին աղոթենք մեր ննջեցյալների համար։ Եվ կարևորը որ տաղավար տոնին հենց չգնանք հենց այդ օրը։ Միանշանակ, որովհետև այդ օրը, այսպես ասած, մեր կենդանի եղողներիս համար այդ տոնը պիտի նշենք եւ նաեւ օգտվելով առիթից ասեմ, որ
ննջեցյալ ունենալ, սուք ունենալ ոչ մի փոփոխություն չի մտցնում տոնակատարության, ավանդության, սովորությունների մեջ, ինչու եմ ասում, զատիկին ձուն ներկելը ներկում ենք, զատիկին փլավը եփելը եփում ենք, սա որպես ժողովրդական սովորություն, ոչ թե դավանաբանական։ Ամեն ինչ անում ենք եւ չկա այնպիսի մի տաղավար տոն, որ ասենք որոշակի արարողություն, դա կլինի 7 օրեկը, 40 օրեկը հետ գցի կամ առաջ գցի, եւ նաեւ օգտվելով առիթից պիտի ասեմ, որ մեր ժողովուրդն էլ իմանա, 7 օրը հաշվում ենք թաղման օրվանից, իսկ 40 օրը հաշվում ենք մահվան օրվանից, այդ օրերը ներառելով հաշվարկի մեջ։ Շնորհակալություն։ Աստված օրհնի։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում ենք մահվան մասին։